Impact Hub Երևանը համախմբել է գործընկերներին ամփոփելու 2020-ին մեկնարկած համագործակցություն հանուն ազդեցության ծրագիրը։ 5 տարի առաջ ծրագրի մեկնարկին նպատակ ունեին օգնել, կայանալ, ընդլայնվել ու զարգանալ Հայաստանում գործող ու սկսնակ սոցիալական ձեռներեցներին, ինչի համար ստեղծել են ակսելերացիոն ծրագիր եւ ներդրումային ֆոնդ։ Impact Hub-ի ներքո մի քանի 100 սոցիալական ձեռներեցներ են անցել, բայց զուտ այս ծրագրի շրջանակում, մասնավորապես ներդրումային ֆոնդի շրջանակում, մենք իրականացրել ենք 10 խոշոր ներդրում գործող սոցիալական ձեռներեցների գաղափարների ընդլայնման եւ զարգացման համար եւ իրականացրել ենք 5 ներդրում սոցիալական ձեռներեցների ավելի գաղափարային փուլում գտնվողների համար աջակցման։ Ծրագրին դիմել ու գաղափարն իրագործել են ամենատարբեր ուղղություններով ծառայություններ մատուցող ու արտադրություն իրականացնող շահառուներ, սրճարանի բացում, օճառի ստացում, կավագործություն եւ ձեռագործ արվեստի այլ ուղղություններ։ Լենայի սոցիալական նախաձեռնությունը աուտիզմ ունեցողների համար է։ Հիմնել է անձեռոցիկի փոքրիկ արտադրություն, որտեղ նրանք դասավորում, փաթեթավորում են, արդյունքում ոչ միայն զարգացնում մանր մոտորիկան, այլև աշխատում գումար, ապրում լիարժեք կյանքով, թեթևացնելով խնամակալների հոգսը։ Կոտրել ենք այն կարծրատիպը, որ աուտիզմ ունեցող մարդիկ կարող են աշխատել եւ ոչ թե տանը նստել ուղղակի։ Ամեն օր գալիս են աշխատանքի մեր երիտասարդները եւ թիմային աշխատանք եւ համակարգում են նաեւ անձեռոցիկները, որը օգնում է նրանց լինել ավելի կարգապահ եւ ավելի պարտաճանաչ իրենց աշխատանքի մեջ։ Եվրամիության պատվիրակության ղեկավարը ծրագրի ֆինանսավորման կարևորությունը ընդգծելով ասում է. «Սա ներդրում է մասնավոր հատվածի եւ քաղաքացիական հասարակության կապի զարգացման գործում»։ Նրա խոսքով նման նախաձեռնությունները նպաստում են մարդկային տաղանդի բացահայտմանը, գաղափարների ձևավորմանն ու իրագործմանը, դրանով իսկ ամրապնդելով երկրի տնտեսական կայունությունը։ Կարծում եմ, առանց հայ ժողովրդի տաղանդի եւ ստեղծարարության մենք չէինք կարող հաջողության հասնել, ստեղծել ավելի դիմացկուն, ավելի բարգավաճ Հայաստան։ Այսպիսով այս ծրագրի միջոցով, որը մեկնարկել էր համավարակից անմիջապես հետո, մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել աջակցելու երկրում սոցիալական ձեռնարկություններին։ Թեև հավաքվել են ամփոփելու ծրագրի արդյունքները, բայց շտապում են ասել, որ ներդրումային ֆոնդը չի փակվում։ Շարունակելու են բացահայտել սոցիալական ձեռներեցներին Հայաստանում ու աջակցել նրանց գաղափարների իրագործմանը։ Ես շատ ուրախ եմ նշել, որ սոցիալական ձեռներեցների մեծ մասը մարզերում են գործում եւ հենց մարզերի, համայնքների եւ մարզերում բնակվող մարդկանց համար են գործունեություն իրականացնում եւ մենք էլ մեր ներդրումների, եթե ոչ ավելը, բայց 80%-ը հաստատ մարզերում է իրականացվել։ Մարզային նախաձեռնությունների ակտիվ իրագործման համար արդեն մի քանի տարի գործում են Impact Hub Գյումրին ու Գորիսը։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։